Արտադրության հետ, այսինքն համարյա ոչ ուսումնական հաստատությունում, պրակտիկա արտադրությունում չեն անցնում։ Ես դրա համար եմ ասում, որ դիզայներ հասկացողությունը այ հենց դրանում է, որ տեխնիկապես իրենք հասկանան, թե ոնց է արտադրվում։ Եվ չնայած դրան, որ այդ մասնագիտությունը շատ հիմա պոպուլար է, այսինքն ամեն երկրորդը ուսում է դառնալ դիզայներ, բայց իրենց պատկերացումները այդ աշխատանքի մասին լրիվ ուրիշ են։ Իրենք միայն վերջն են տեսնում, տափահարություններ, պոդիում, գեղեցիկ։ Արտադրական մակարդակ չկա որտեղ։ Մտածելակերպ չկա արտադրական։ Եվ նույնիսկ ասում եմ այն մեր կայացած դիզայներները, որոնք հիմա կան, եւ ասում եմ շատ բարձր մակարդակի բաներ են, բայց համարյա այդ ամբողջ հավաքածուից մի շորը նույնիսկ չի կարելի արտադրել, հա? Այսինքն մասսայական մտածելակերպ պետք է ունենա արտադրության հանդեպ։ Եվ այդ ստրատեգիական պլանը, որ ինձ շատ ոգևորել է, արդեն 2 տարի, 3 տարի աշխատանքը գնում էր, որ քայլ առ քայլ այդ բոլոր շտկումները արվի, հա, ուսուցումից սկսած եւ այդ կապերը լինեն եւ հիմա զուգահեռ շատ բաների վրա է աշխատանքը գնում։ Եվ հույս ունեմ ճիշտ է կարող է 3-4-5 տարվա ընթացքում նոր հասնենք դրան, բայց որ այդ քայլերը արվում են, այս 20 տարվա ընթացքում առաջի անգամ դա իրոք շատ հույսեր եմ կապում, ես առավ։ Ինձ ուղղակի հետաքրքրում էր որևէ ընկերություն, որևէ, չգիտեմ, անհատ գործարար, որևէ մեկը հայտ ներկայացրել է, ես պատրաստ եմ մասսայական արտադրություն անել։ Ատեքսի հետ համագործակցելու կամ մեկ այլ դիզայների, հա, դա նմանատիպ աշխատանք մենք առանձին ծրագիր ունենք նաև ՄԱԿ-ի զարգացման ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ, ՅՈՒՆԻԴՕ-ի հետ, հա, որով ընտրվել են 10 ընկերություններ, ընտրվել են նաև դիզայներներ, դիզայներները պետք է ուսուցանվեն, հա, որոնք այդ ընկերությունների համար մոդելային շարքեր կմշակել եւ այդ շարքեր մոդելային շարքերը, ասենք, կներդրվի արտադրության մեջ։ Ներկայումս այդ ծրագիրը արդեն մեկնարկել է։